Վիլյուրից սարաֆան եմ կարում, որը որ կտորը բավականին քիչ էր։ Ես որոշեցի, որ հետևը ինքը ուզել էր պրարեխով, տեսեք, պրարեխը արդեն արել եմ ես։ Այդ հատվածը միշտ հենց սկզբում եմ պատրաստում, մինչև պրիմերկա անելը։ Միանգամից կարել եմ, որովհետև չափը հայտնի էր։ Իսկ վերևի մասը, հետևամասը ես արեցի այսինչ պլանկայով, կակետկայով ավելի շուտ։ Իսկ առջևը սա վեպիչկայի համար եմ թողել։ Վզի փորվածքը որոշեցինք, մի քիչ առաջ եկավ հաճախորդուհիս, վզի փորվածքը այսքան կփորեմ և առջևի մասը անելու եմ ռելիեֆով։ Տեսեք, ինքը իրան արդեն հուշում է, որ այստեղ պահանջվում է։ Սիրուն, այսպես վերևից ներքև իրան կկարեմ ու վրայից գեղեցիկ ստրոճկա կտամ։ Չգիտեմ դուք տեղյակ եք թե ոչ, բայց վիլյուրի կտորները իրանք ունեն մի այսպիսի հատկություն։ Եթե որսը ճիշտ չբռնացնեք, իր այդ խավը, այսինքն, եթե ճիշտ ուղղությամբ չձևեք, ինքը կարող է շատ այսպես գունատ տեսք ունենալ։ Դրա համար պետք է կախեք ինչ-որ միտեղ վիլյուրի կտորը, հեռվից նայեք, տեսնեք, որ ինքը անպայման այդ մուգ ուղղությամբ լինի։ Այսպես, երբ որ ավարտեմ, ավարտն էլ ցույց կտամ ու առհասարակ մի քիչ մտածել տվեց այս աշխատանքը ինձ, քանի որ կտորը քիչ էր ու մարդը ուզում էր, այս տիկինը ուզում էր, որ անպայման սարաֆանչիկ հագնի ու ես իրան այսպիսի լուծում տվեցի։ Հետևը փակ պրարեխա, տեսեք, կտրված չի, ահա, վերևի հատվածը այսենց կտոր ավելացրի, թևքեր չի ուզում բնականաբար, քանի որ սարաֆանա ու այդ մի փոքր կտորով կարողացա, այսպես ասած, գլուխ բերեմ։ Ու մի քիչ առաջ եկավ պրիմերկա արեցի, շատ հավանեց ինքը։ Վզի հատվածը արդեն տակից որ կտոր տնեմ, ինքը սիրուն կհավաքվի։ Էս էլ էս։